Ալեքսանդր Աբրամյանն եմ, ծնվել եմ քաղաք Երևանում 2002 թվականին, սկսել եմ նկարել 4 տարեկանից, հայրիկիս մոտ եմ սովորել, մայստրո Խաչիկ Աբրամյանի, համարյա 7 ամիս եղել եմ Արցախում, ծառայել եմ այնտեղ, դրանից հետո Հայաստանում եմ ծառայել, 44 օրյա պատերազմի մասնակից եմ, դրանից հետո ոնց որ նենց ստացվեց, որ ես ետ եկա արվեստին, էլի սկսեցի նկարել, բայց ավելի մեծ մասշտաբների մեջ նկարեցի։ Ես փոքր ժամանակվանից եմ մեծացել եմ արվեստագետների միջավայրում։ Առաջինը իմ ծնողների մասին պատմեմ, որ հայրիկս վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրամյանն է, մայրս օպերային երգչուհի Գայանե Կաֆունցն է, այսինքն ես հեռու չեմ արվեստից, արվեստի միշտ էլ իմ մեջ է եղել, ուղղակի ոնց որ միշտ ինձ համար եմ նկարել, ցանկությունը, այսինքն ցուցահանդեսի գաղափարը այդպեսին չի եղել, ոնց որ այդպես ստացվեց էլի, որ պետքա ցուցահանդես անեմ այս տարի, 2024 թվականին ընդունվել եմ ամերիկյան համալսարան, ճիշտ է, ինչքան է զբաղվածություն ունեմ, մեկ է համատեղում եմ նկարչության հետ, որովհետև իմ համար ոնց որ իմ կյանքի մի մասն է նկարչությունը, այս ոճը որ կա, ինքը abstract ոճ է, սիրում եմ այս ոճը, դրա համար եմ այս ոճը նկարում, ես կոմպոզիցիոն աշխատանքներ էլ ունեմ, նատյուրմորտներ էլ ունեմ, ինձ ազատ եմ զգում, հանգիստ եմ զգում այս ոճի մեջ, դրա համար եմ այս ոճը նկարում, թե չէ սահմանափակում չկա, որովհետև անսահմանափակ ազատություն է տվել Աստված, որ ինչ կապ չունի մասշտաբները, ուզում է այս կարգի նկարնի կամ սրա 4 չափը լինի կամ ավելի փոքր լինի, այսինքն այդ ազատությունը կա, այսինքն դա էլ է ինձ ոգեշնչում։ Վառ գույները կապված են մեր Հայաստանի հետ, որտեղ Հայաստանի գույներն է, գիտենք, որ մեր Հայաստանի այդ վառ գույները անսահմանափակ են, շատ են, Հայաստանն է ոնց որ ոգեշնչ է, որ այս նկարներից մեծամասնության մեջ որ ուշադիր լինեք, գերակշռումը դեղին գույն է։ Ճիշտ է, անուն չեմ դրել ցուցահանդեսին, բայց որ ազնիվ լինեմ, այս ամբողջ իմ ցուցահանդեսը ինքը մեր ինքնության հետ կապ ունի, հայ ինքնությունը, ինչ որ կապված է հայը, Հայաստանը, որտեղ որ ուշադիր լինեք, մեծամասնության իմ նկարների մեջ սիմվոլիզմ կա, ու այդ սիմվոլիզմը ու գույներն էլ ամբողջը Հայաստանի հետ կապ ունի։ Ես ուղղակի կուզենամ կոնկրետ այս նկարի մասին խոսամ, որովհետև այս նկարը ինքը կոնկրետ պատմական ակնարկ ունի, նկարի անունը 1045 անի անկումը, ինքը համ պատմական է, համ աբստրակտ է, սա քաղաքացին է մոլորության մեջ, սա անի դարպասներն են, որ արդեն բոլորը փախել են, մարդ չի մնացել, սա թագավորն է, որ գլխարկի տեղը այդ ծաղրածուի գլխարկն է դարել, որ արդեն չկա թագավորությունը, սա ստրատեգիա են մշակում, ոնց կարող են այս իրավիճակից դուրս գալ, սա abstract ոճի մեջ այդ խաժամուժ իրավիճակն են ներկայացրել, որ ինքը, բայց ճիշտն ասած կոնկրետ որ մտածել եմ, որ այսպես պետք է նկարեմ, չէ, ոնց որ մեջիցս կար, պետք է ոնց որ նկարեի, անպայման պետք է նկարեի, ոնց որ շատ հետաքրքիր գործ տարա, որը իմ համար էլ շատ հետաքրքիր է, էլի կապված է կոնկրետ այս նկարն էլ ինքը կապ ունի մեր Հայաստանի, հայի եւ ինքնության մասին, այսինքն ավելի շատ էլի պատմական ակնարկ կա, սա անիվն է, ինքը կյանքի շարժման, կյանքի նշանն է համարվում, հատուկ եմ էլի նկարել այդ անիվը, որ այդ կյանքի շարժը կա, դե գույները նկարի անունը 4 գույն է, 4 գույն դրել եմ, որ նկարի անունը, որ մարդիկ իրանք մտածեն ինչի մասին է այս նկարը, հիմա այս ավելի պարզ կբացատրեմ, սա դինամիկան է, ինչ որ կապված որ կյանքը շարունակվում է, շարժվում է եւ այլն, բոլոր նկարներից մեջն էլ ինքը վիզուալ ավելի շատ աչքի համար, համ այս, ինքը հետարքիր է նայվում, այս ավելի շատ կապված է այդ Բաբելոնի քարտեզը որ կա, որ առաջինը, որ ինքը առաջին 5 քարտեզն է, իր վրա ոնց որ Հայաստանը կոնկրետ գրած է Ուրարտուն,
Սա էլ մեր արևախաչն է, որը գիտենք, որ հենց մեր ինքնության, մեր Հայաստանի հետ կապված ինքը կապ ունի, մեր նշանն է, ոնց որ դա եմ էլի ուզեցի ավելի շատ ներկայացնել, որ ոնց որ այդ կյանքի, անիվի, այդ քարտեզի ամեն ինչի մեջտեղում իմ համար ու մտածում եմ բոլոր հայերի համար էլ Հայաստանն է։ Իմ համար Հայաստանը ինքը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև համ իմ առաջինը, որ իմ հողն է, համ որ ես հայ եմ, համ որ ես հպարտ եմ, որ ես հայ եմ, որ ես Հայաստանում եմ ծնվել, մայրաքաղաք Երևանում եմ ծնվել, որ ես տեղ եմ ապրում, որովհետև դարերի վեր ոնց որ մեր պապերը մաքարել են, չէ, որ հասնեն այսօրվան, որ մենք ունենանք մեր հայրենիքը, մեր հայրենիքում մենք ստեղծենք, մենք արենք կապ չունի ինչ գործ ուզում ալ։ Հիմա այս նկարիչ եմ, ուրիշ մեկը բժիշկ է, բայց կարևորը Հայաստանում հայերեն ենք խոսում, ու այդ գործը մենք անում ենք։ Դրա համար ես ինչը որ կա, այստեղ գույներով եմ ես փորձել ներկայացնեմ, ինչ որ ես տեսնում։ Գործեր կա ունը մանկությունը, ինքնությունը եւ այլն, որ կա։ Բայց գույներով ավելի շատ աբստրակցիայի մեջ փորձել եմ իմ էմոցիաները ոնց որ թղթին տամ, ներկայացնեմ։ Ես իմ ներաշխարհն է, ես ոնց եմ տեսնում աշխարհը աբստրակտ ոճով ու ինչ որ կապված է կոնկրետ Հայաստանի հետ։ Ես ոչ մեկից չեմ պահանջում, էլի, մարդիկ ոնց տեսնեն, ինչ ձև մտածեն, հենց աբստրակցիան դրա համար է, որ մարդը իր տեսանկյունից իր ներքին աշխարհով հասկանա ինչա այստեղ նկարված։ Գույներից էլ ազգացվում, գծերից էլ ազգացվում, որ վախ չկա, այսինքն, եթե դու նկարում ես, դու անում ես, այսինքն, եթե ցանկություն կա, որ կազմակերպես ցուցահանդես, հանգիստ պետք է կազմակերպես։ Հասկանում, դա էլ է ռիսկ, դա էլ է ժամանակատար, դա էլ է ֆինանսապես, ամեն ինչ ինքը իր տեղն ունի։ Բայց ինձնից խորհուրդ, որ պետք է հանգիստ քայլ առ քայլ, եթե ցանկություն ունեն իրանք թող կազմակերպեն իրենց ցուցահանդեսը, ամենակարևորը չվախենան, որովհետև նամանավան որ ընդհանրապես արվեստը ինքը իր մեջ Աստված էլ կա, որովհետև առանց Աստծու հնարավոր չէ կարողելը իմ տեսանկյունից ու ես եմ տես մտածում ու բոլոր նկարիչներն էլ որ կան, իրանք էլ են ասում, որ իրանք իրենց գործի մեջ կա այդ Աստծո հենց Աստված կա, այսինքն որ Աստված կա, արդեն սեր կա։ Ես տենց եմ մտածում, եթե սեր կա, ուրեմն վախ չի կարա լինի։ Նժդեի խոսքն է, ինքն էր ասում, թե ուզում ես ֆիզիկական սահմանները ամուր լինի եւ պինդ լինի, ամենաառաջինը պնդեցրու քո հոգեվոր սահմանները, որը իր մեջ պարունակում է եւ Կոմիտաս, եւ Մարտիրոս Սարյան, եւ Հովհաննես Այվազովսկի, այն մեծերը որ կան, ներկայիս դրությամբ էլ այդ մեծերը եւ Խաչիկ Աբրամյանն է, եւ Արտուր Շահնազարյանն է, եւ Գագիկ Ղազանչյանն է, եւ Գագիկ Բադալյանն է, եւ Միրզոյան Հրանտն է, այսինքն եւ Մայիս Մխիթարյանն է, բոլորին կարող եմ հերթով թվարկել, իրանք են մեր ինքնությունը պահում, իրանց հետ շփվելով, իրանց հետ ճանաչելով, իրանց մարդ տեսակը, իրանց գործունեությունը հենց երիտասարդները թող գնան իրենց հետ շփվեն։ Ես էլ եմ որտեվ երիտասարդ, ես էլ ոնց որ իրանց միջավայրում մեծացել եմ, հասել եմ, եկել եմ հասել եմ այն պահին, որ հիմա ես ցուցադրվում եմ ու իրանց գնահատանքին էլ եմ արժանանում։ Ու ամենակարևորը նրա համար, որ ես չեմ վախեցել, ես ազնիվ եմ եղել։ Դրա համար է ստացվել է այս ցուցահանդեսը, իմ առաջին անհատական ցուցահանդեսը։